Դե նորից բարև ձեզ։ Այսօր այս ռոմանտիկ տեսարանով ես որոշել եմ խոսել նորից հարաբերությունների մասին։ Ընդհանրապես մարդը մի ամբողջ կյանք փնտրում է միայն մեկ բան՝ երջանկություն։ Մենք ապրում ենք, որպեսզի լինենք երջանիկ։ Մենք ուզում ենք ունենալ շատ փող, որ լինենք երջանիկ։ Մենք ուզում ենք ունենալ ընկերներ, որ լինենք երջանիկ, որ ուրախ պահեր ունենանք նրանց հետ։ Մենք ուզում ենք ունենալ այնպիսի գործ, որը կսիրենք, որ լինենք երջանիկ։ Մենք ուզում ենք ունենալ տուն, որ լինենք երջանիկ, մենք ուզում ենք գնալ լավ երկրներում հանգստանալ, որ լինենք երջանիկ։ Մենք ուզում ենք ունենալ ամուսին, որ լինենք երջանիկ, մենք ուզում ենք ունենալ երեխաներ, որ լինենք երջանիկ։ Չկա մարդու կյանքում մի այնպիսի նպատակ, որի վերջնակետը երջանկությունը չէ։ Այ եթե դուք ունեք նպատակներ, եթե հիմա ձեզ հարցնեք, թե որն է այդ նպատակի վերջնակետը, դուք ինքներդ կհասկանաք 2-3 հարց տալուց հետո, որ վերջնական նպատակը դա ձեր երջանիկ լինելն է։ Մենք ուզում ենք մեր մայրիկների, հայրիկների համար ապահով ծերություն ապահովել, որ մենք լինենք երջանիկ։ Այս երջանկության ձգտումը մարդու մեջ է իր փոքր տարիքից։ Եվ եթե մենք չունենայինք այս երջանկության ձգտումը, մենք չէինք ապրի պրոգրես, մենք չէինք շարժվի, մենք չէինք կատարելագործվի, մենք չէինք փնտրի եւ ամեն անգամ կոտրվելուց հետո մենք ուղղակի չէինք ունենա ուժ, որ կանգնենք։ Երջանկության ձգտումը վատ բան չի ինքնին, հա։ Լավ է, որ մենք ձգտում ենք լինենք երջանիկ։ Ինքս ունեմ 2 բարիկ, էլի եմ ասել, եւ ամուսին, ունեմ 6 տարվա երջանիկ հարաբերություններ։ Ու կարող եմ վստահ ասել, որ երբ մոտ հարաբերությունների բազը դեռ չի լրացել, անցնել առաջ շատ բարդ է։ Այսինքն հնարավոր է, որ ձեզ մոտ ստացվի աշխատանք, որովհետև դուք փոխարինել եք ձեր ամուսնուն այդ աշխատանքով։ Հնարավոր է, որ դուք ունենաք լավ ընկերներ, որովհետև դուք փոխարինել եք ձեր երեխաներին այդ ընկերներով։ Բայց այն լիարժեքության զգացումը, այն ճանապարհը հաղթահարելու պրոցեսը սկսվում է ճիշտ կողակցի հետ։ Ուզում եմ ասել, որ վատ հարաբերությունները, որն է վատ հարաբերությունները, սկսենք ստեղից։ Վատ հարաբերությունները այն հարաբերություններն են, որտեղ դուք չեք զգում ստաբիլ երջանիկ։ Կինը փնտրում է ստաբիլություն, պաշտպանություն, եւ երբ աղջիկը կինը չի զգում իրեն պաշտպանված, սիրված, փայփայված, չի զգում, որ իր համար ամեն ինչ կանի այդ տղամարդը, չի զգում, որ սարի պես իր հետևում կա կանգնած տղամարդ, չի զգում, որ ինքը մենակ չի, ընկնում է կռիվների, դումփոցի, ճիշտը եւ սխալը պարզելու կամ այնպիսի տղամարդու հետ է ընկնում, ով իրեն լքում է, թողնում է, գնում է, բաժանվում է, դավաճանում է, ավելի քիչ է զանգում եւ այլ, հա, վատ հարաբերությունները այն հարաբերություններն են, որտեղ դուք երջանիկ եւ ներդաշնակ չեք։ Վատ հարաբերությունները այն հարաբերություններն են, երբ ձեզ չեն օգնում աճել, այլ ձեզ ընդհակառակը իջացնում են ներքև։ Վատ հարաբերությունների մեջ մարդ անընդհատ ընկնում է այդ ցիկլի մեջ եւ սկսում է ֆռալ։ Այսինքն մենք սենց անընդհատ կարող ենք ֆռալ այդ վատ հարաբերությունների մեջ եւ այդպես էլ չգտնենք ոչ մեզ, ոչ մեր առաքելությունը, ոչ էլ լավ հարաբերությունները։ Այսինքն մարդ ունի առաքելություն գտնել իր երկրորդ կեսին կամ իր կյանքի սիրուն,
Նույնիսկ եթե անցնի վատ հարաբերությունների միջով, լավ է չունենալ վատ հարաբերությունների մեջ երեխաներ, չնստել այդտեղ, այլ ուղղակի շարժվել առաջ և մի օր աճել այնքան, որ արժանի լինեք հանդիպել ձեր տղամարդուն։ Երբ ես ասում եմ, որ տղամարդիկ չեն սիրում հասանելի աղջիկների, ես դա ասում եմ, որովհետև դա բնություն է և տղամարդու գործն է վիզ դնել կնոջ համար, պայքարել կնոջ համար, տղամարդու գործն է ապացուցել կնոջը, որ ես արժանի եմ քեզ, տղամարդու գործն է ինչ-որ տեղ նկատել աղջկան, գալ իր հետևից, զանգել, հրավիրել հանդիպման, հանդիպումից անմիջապես հետո գրել, տալ ուշադրություն և այլն և այլն։ Երբ կինը վերցնում է տղամարդու գործը տղամարդու ձեռքից և թույլ չի տալիս այդ տղամարդուն արտահայտվել որպես տղա, որպես տղամարդ։ Երբ մենք դառնում ենք տղամարդ, տղամարդիկ փորձում են դառնալ կին։ Եվ ինչքան էլ այդ հավասարությունը և այլն, այո, ես հասկանում եմ, ինչից է դա եկել և ինչի է տանում, բայց մենք հավասար չենք և դա լավ է, որ մենք հավասար չենք։ Եթե հավասար ենք, թող տղամարդիկ էլ երեխաներ ունենան, բայց նրանք էլ դա չեն կարող անել։ Մենք հավասար չենք և մենք տարբեր ենք, սիրուն ենք, ուժեղ ենք, հենց մեր կին լինելով, հենց մեր աղջիկ լինելով, մեր կյանք պարգևելու ունակությամբ, մեր թուլությամբ, մեր գեղեցկությամբ, մեր նրբությամբ, մեր, այսպես ասած, փիսիկ լինելով, եկեք այդ փիսիկ վիճակը պահենք և այդ ժամանակ դուք կգտնեք տղամարդ ձեր կողքին։ Տղամարդը դա նա չէ, ով ունի թերարժեքության զգացում, ով ունի կոմպլեքսներ, ով քիչ է ստացել սեր, ով ունի վախ և այդ ամբողջ բուկետը բերում է ու նվիրում է ձեզ ու ասում է ան, էս քեզ, դա տղամարդ չի։ Այսինքն դա նույնպես տղամարդ է, բայց դա այն ուժեղ սարիպես տղամարդը չի, ու մասին ես նոր խոսում էի։ Եթե դուք ուզում եք երջանիկ հարաբերություններ, դուք պետք է գտնեք այդ տղամարդուն, ում կողմ դուք կզգաք ձեզ կին։ Եվ այդ հարաբերությունների մեջ ապրելը, ստեղծագործելը, արարելը, զարգանալը, կրթվելը, երեխաներ ունենալը և առաջ շարժվելը դա մի ուրիշ էմոցիաներ են, ուրիշ զգացում է և ուրիշ ճիշտը լինելու զգացողություն է տալիս ձեզ, դուք հասկանում եք, որ այ ես հիմա ճիշտ եմ, այ հիմա ես ինչ անում եմ, ճիշտ եմ անում։ Ինչ է պետք անել դրա համար, որ հանդիպեք այդպիսի տղամարդուն, մանավանդ եթե ես ասում եմ, որ չի կարելի գնալ, ինքներդ կապել այդ տղաներին, չի կարելի խոսեցնել նրանց առաջինը։ Ամենաառաջի բանը, որ դուք պետք է անեք, դա նա է, որ դուք սիրեք ինքներդ ձեզ։ Թվում է, թե էլի շատ պրիմիտիվ բան եմ ասում, իհարկե, բոլորն են ասում դրա մասին, բայց ինչ է նշանակում սիրել ինքդ քեզ։ Գիտեք, ես ամեն օր եմ փորձում սիրել ինքս ինձ։ Ունեմ կողակից, ունեմ բալիկներ, զբաղվում եմ իմ սիրած գործով։ Ես ամեն օր փորձում եմ ինքս ինձ սիրել։ Ես չեմ հավատա այն մարդուն, ով ասի, ես ինձ շատ եմ սիրում։ Ես շատ եմ սիրում ինձ։ Իսկ դու քեզ ճանաչում ես։ Եթե դու քեզ շատ ես սիրում, ուրեմն դու քեզ չես ճանաչում։ Չեմ կարծում, որ մենք այնքան լավն ենք, որ մեզ շատ լավ ճանաչելուց հետո կսկսենք շատ սիրել։ Նույնիսկ եթե մենք ամենապատասխանատուն ենք, ամենակարգապահն ենք, ամենախելացին ենք, ամենաբարին ենք, ամենալավն ենք, չկա այս մոլորակի վրա ամենա, չկա այստեղ դա։ Այստեղ բոլորս մարմինների մեջ եկած
Դժբախտ հոգիներ ենք, ովքեր անդադար երջանկություն են փնտրում, անդադար, եւ պատրաստ են անել ամեն ինչ այդ երջանկության համար։ Կյանքի երջանկությունը հենց սիրո մեջ է, Երբ մենք սիրում ենք մեր ծնողին, երբ մենք սիրում ենք մեր քաղաքը, երբ մենք սիրում ենք այս օդը, երբ մենք սիրում ենք մեր ընկերներին, երբ մենք սիրում ենք մեր աշխատանքը, երբ մենք սիրում ենք ամեն ծառ, որ աճում է, ամեն ծառ, որ կտրած է, ամեն տաքսիստի, ով վատ բան է խոսում, ամեն մարդու, ով մեզ վատն է կամենում, ամեն մարդու, ով այսենց YouTube-ից վատ բաներ է խոսում, ինչի հետ մենք համաձայն չենք, մենք սիրում ենք, մենք ասում ենք ես սիրում եմ այս ամեն ինչը, որովհետև հարաբերությունները սկսվում են մեզանից, երբ մենք կսիրենք մեզ, կսիրենք Աստծուն, կսիրենք աշխարհը, կսիրենք մոլորակը, կսիրենք տերևները, կսիրենք ծտերին, կսիրենք այս քաղաքի ձենը, կսիրենք նույնիսկ այն մեզ ներվայնացնող, այն մեզ ամենաներվայնացնող մարդուն, մենք կլինենք արժանի մի քիչ ավելի լավ տղամարդու։ Բայց այն կետում, երբ մենք չենք գնահատում ինքներս մեզ, երբ մենք չենք հաշվի նստում ինքներս մեզ հետ, երբ մենք անընդհատ թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն, անընդհատ չենք անում ավելին ինքներս մեր համար, բայց անում ենք ավելին ինչ-որ տղայի համար, այդտեղ ոչինչ չի փոխվի։ Իրականում մեր կյանքը միշտ մեկ որոշում հեռու է ավելի լավը դառնալուց։ Էլի simple բան եմ ասում, շատ տեղեր կարող է լսել եք, բայց ես ինչ որ ասում եմ, դա իմ կյանքի վրա փորձած եմ ասում, ես էլ չեմ ասում այն ինչ կա գրված, ես ասում եմ այն ինչ աշխատել է, ու աշխատել է մեկ անգամ չէ, մի քանի անգամ, հա։ Եթե մենք վատ հարաբերությունների մեջ անդադար ֆռում ենք, թեկուզ փոխվում են հարաբերությունները, բայց անընդհատ նույնն է, կամ մեզ անընդհատ խաբում են, կամ մենք չենք հասկանում, կամ մեզ դավաճանում են, կամ լուրջ չեն վերաբերվում, կամ մենք չհասկացանք խիկորեց այդ տղան, կամ այսինքն սենց որ վատ է, հա, այդ դարքի մեջ, հա։ Ուրեմն մենք սաղ սխալ ենք, չի անում, որ տենց է լինում։ Ուրեմն մենք սաղ սխալ ենք անում, եթե լինում է տենց։ Երեխեք, չենք կարա մենք սաղ անենք ճիշտ ու մեր կյանքում լինի վատ, չենք կարա, ուրեմն մենք բողոքում ենք, ուրեմն մենք վատն ենք մտածում, ուրեմն մենք միտեղ վատն ենք ուզում, մեր ուղեղում վատն է տիրում, հասկանում եք, ստեղ վատ է, մենք վատն ենք զգում, հլհեչ ուղեղը, միտքը անկապ բան է, միտքը ինչ կմտածենք կարևոր չի, կարևոր է թե ինչ ենք զգում, ինչ ես զգում այս վարքյանին, ինչ ես զգում, դու շնորհակալ ես այս վարքյանին, որ կաս, դու շնորհակալ ես, որ ապրում ես, դու շնորհակալ ես, որ քեզ Աստված ստեղծել է, դու շնորհակալ ես, որ սենց մամա ունես, սենց պապա ունես, թեկուզ եթե դու դժգոհ ես իրանցից, դու շնորհակալ ես, դու ուրախ ես, որ ոտեր ունես, ձեռքեր ունես, ոտքեր ունես, աչքեր ունես, տեսնում ես, խոսում ես, լսում ես, ունես թեկուզ 1000 դրամ, որ մտնես հիմա մի հատ քեզ սառը կոֆե առնես, դու շնորհակալ ես այդ 1000 դրամի համար, դու քանի անգամ ես ասել մերսի, իսկ քանի անգամ ես ասել վայ 1000 դրամ է մնացել մոտս փող չունեմ, ոնց փող աշխատեմ,
Վայս ինչ վատն է այս հարաբերությունները, ոնց լավ հարաբերություններ ունենեմ, վայս ինչ վատն է իմ սենյակը, ես դե չեմ կարա նկարվեմ, վայս ինչ վատն էր այս մարշրուտքի շոֆերը, ես այս մարշրուտքի լստեցի, վայս ինչ վատն է, վայս ինչ վատն է, վայս ինչ վատն է, ոնց կարա քո կյանք լավ բան գա, ոնց, լավը սկսվում է մեզ, լավը լինելը սկսում է, ստեղից չէ, ստեղից, այստեղ ասակ, հլի մեկ փորձեք այս փոխեք, դժվար է, հեշտ չի, երկար է, բան եմ, որ այս մի րոպեի բան չի, ես ինչ ասում, չեք կարա մի րոպեում անեք, երբ որ անջատեք ու զգաք, որ մի օրում չի ստացվում, մի հուսահատվեք երեխեք, մի հուսահատվեք, այս պրոցեսը, ես սա ասելու եմ բոլոր իմ էֆիրների ժամանակ, գիտեք, ես շատ անգամներ եմ ունեցել իմ կյանքում, երբ ուղղակի կոտրվել եմ, ես չեմ ուզել գնամ առաջ, ես ուղղակի կանգնել եմ ու մտածել եմ վերջ, իմ դեմը եղել է սև, ես լացել եմ, ես ինձ զգացել եմ մենակ, ես ինձ զգացել եմ կոտրված, ես զգացել եմ, որ ինձ ոչ մի բան չի փրկի, բայց ամեն անգամ ես կանգնել եմ ու ինձ ասել եմ, որ սա պրոցես է, սա կյանք է, սա ճանապարհ է, ըստեղ վերջ չկա, երեխեք, նորից եմ ասում, ըստեղ վերջին տեղ հասնողները չեն հաղթում այս խաղը հաղթում են սովորողները, չհանձնվողները, անընդհատ ինքնակատարելագործվողներ ու այն մարդիկ, ովքեր անընդհատ փնտրում են իրանց հարցերի պատասխանը, կանգնում են, սրբում են իրենց արցունքները ու անցնում են առաջ, չեն վախենում անցնել առաջ, վախն է մեզ կոտրում, հասկանում եք, վախը ոնց են անգամ խոսացի, վախը գալիս է, մեզ սենց բռնում է ստեղից, ասում է չգնաս էլ առաջ, չես կարա, դու փոքր ես, դու թույլ ես, դու չես կարա, բայց տենց չի երեխեք, կարանք, քանի ապրում ենք, սաղ ենք, շնչում ենք, ստեղ ենք, նստած ենք, ուրեմն ամեն ինչ կարանք, չենք կարնա, երբ որ կլինենք մեռած, օք, հիմա մենք կարանք ունենանք լավ հարաբերություններ, կարանք ունենանք երեխեք ու մենք սիրում ենք, կարանք ունենանք լավ գործ, կարանք հասնենք մեր ուզած այն երջանկությանը, որ էլի եմ ասում, չկա, ինքը չկա, ստաբիլ երջանկություն չկա, երջանկությունից պահի մեջ է, պիտի կարողանաք այդ բռնեք, վարկյան է երջանկությունը, բայց կան ինչ-որ կոնկրետ բաներ, որոնք ունենալով մենք կլինենք երջանիկ, 1. Սեր, սիրած մարդ մեր կողքին, ով մեզ սիրում է, ով մեզ թուխ է տալի, ում հետ մենք մենակ չենք, ով մեր ձեռքը բռնած մեր հետ քայլում է, սիրած մարդը այն մարդը չի, ում հետ մենք սաղ օրը իրար տալիս ենք, այդ սիրած մարդ չի, այդ կոչվում է վատ հարաբերություններ, եթե դուք այս վիդեոն մինչև ստեղ նայեցիք ու չմտածեցիք, որ ես գիժ եմ, ուրեմն ես հավատում եմ, որ ձեր մոտ լինելու է ձեր լավ հարաբերությունները, ինքը կա, ինքը ձեզ սպասում է, ուղղակի դուք պետք է ձեր լավ հարաբերությունների համար դառնաք ավելի լավը, քան հիմա, ընդունեք, որ դուք վատն եք, հա, վատ եք, ես էլ եմ վատը, նենց չի, որ ես նստած տեղ բաներ եմ խոսում, ես շատ լավն եմ, ես ամեն օր փորձում եմ դառնամ ավելի լավը, փորձում եմ լինեմ ավելի բարի, որովհետև այդ էգոիզմը սաղից մեջ է, մենք ավելի շատ վատն ենք, քան լավն ենք, թող ոչ մեկ ինձ չխաբի, որ ինքը շատ լավն է, ուր մենք բոլորս կարողանանք այդքան լավ լինենք այնքան լավը, որ ահավոր շատ սիրենք բոլորին, չնախանձենք, անկեղծ լինենք, իրոք անկեղծ լինենք, գիտեք, չթաքցնենք մեր իրական մտքերը, չլինենք անկեղծ, այնքան անկեղծ, ինչքան ես եմ այսօր ձեր հետ, ես փորձում եմ լինեմ լավ, ես փորձում եմ չպահեմ ինձ cool, մի հատ աղջկա նման, ում մոտ ամեն ինչ թույն է, հա ինքը ունի այնտեղ մարդ, երեխեք, ամեն ինչ իր մոտ ստացվել է, որտեղ ինքը տենց cool է, ես cool չեմ, ես շատ վատ պիրուտների մեջով եմ անցել, ու still ես անցնում եմ ու անցնելու եմ ու հաղթելու եմ, չկա cool մարդ այս կյանքում,
բացարձակ cool մարդ չկա։ Բոլորը հավասար են, բոլորը իրար նման են ու բոլորն էլ կարող են իրենց վրա աշխատելով իրենց փոխեն։ Եթե քո կյանքում ինչ-որ մի բան վատ է, դրա պատասխանատվությունը մենակ քո վրա է։ Դու հələ դարի լավը, հələ լավ բաներ արա, հələ փնտրի, հələ քեզ ճանաչի, հələ հաշվի նստի ինքդ քո հետ, հələ մի հատ հասկացի աշխարհը ինչ է, դու ով ես այս աշխարհում, ինչ միսիաներ ունես, ինչ պետք է անես։ Այս կյանքը հոտված չի, որ այս տներից առնենք։ Երեխեք, էսի ֆիգնյա է, որովհետև այս ամեն ինչը, այս շենքերը փլվելու է, գնալու է։ Դու գնում ես մի հատ տան մեջ, այդ մարդը կար ու վաղ ինքը մեռել է, այլ չկա։ Մենք այս կյանքից չենք տանելու այս շենքերը, այս ավտոները, երկաթից, այս ամեն ինչը չենք տանելու մենք։ Մի վիզ դրեք դրա համար։ Վիզ դրեք, որ լինեք լավ մարդ։ Վիզ դրեք, որ ունենաք լավ բալիկներ, որ այդ էմոցիան զգաք, մամա լինելը ինչ է։ Վիզ դրեք, որ ձեր կողքը լինի գոնե մի մարդ, ով ձեզ կսիրի։ Վիզ դրեք, որ այդ մարդու հետ այդ երեխեքին կարողանաք դաստիարակեք, գոնե մի քանի տոկոս ավելի լավ մարդ, քան դուք եք եղել։ Վիզ դրեք, որ այս մոլորակի վրա գոնե մի բան դառնա ավելի լավը։ Վիզ դրեք, որ բողոքելու փոխարեն դուք կարողանաք մենակ լավը տեսնել։ Այդ այնց բաների համար վիզա պետք դնել։ Մնացած սա խոսքի ինչ-որ սենց ժեստի, կտորների և վիլաների, տների, սևական ինչ-որ բաների համար վիզ դնելը անիմաստ ժամանակի և կյանքի կորուստ է։ Որովհետև եթե կա հետո, ես հավատում եմ, որ կա հետո, եթե կա հետո, ձեզ ասելու են, հա դու ինչ ես արել, ու դու ասելու ես, ես համալսարանն եմ ավարտել, էսա դիպլոմ ունեմ, բողոքել եմ, որ լավը չի երկիրս բան, ուզել եմ երկիրս փոխեմ, երկիրս եմ փոխել, մի քանի հատ ընկեր եմ ունեցել, այս մեկը ինձ խաբել է, այս մեկին ես եմ խաբել, այս մեկը ինձ սիրում էր, այս մեկին ես տենց չսիրեցի, որ ամուսնանամ, գործի էի գնում գալիս, բան էի աշխատում, բանկում էի աշխատում, վարկ էինք տալիս մարդկանց, վարկը, որ գան մարդիկ վարկը վերցնեն, սաղ կյանք մնան այդ վարկի տակ, էդ է վարկը, հա, էդ էի անում, տենց, ինչ եք ասելու վերևը, երբ արդեն չլինեք, սկսեք մտածել այդ հարցի պատասխանի մասին, իսկ եթե կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ կա հետո, եթե կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ այս ամեն ինչի իմաստը ինչ-որ մի բանի մեջ է, որը ավելի մեծ է, քան ուղղակի դիպլոմները, ավտոմեքենաները, տները, ուրեմն կարաք այդպես լինեք իմ ալիքից, որովհետև ես ոչ թե հավատում եմ, ես գիտեմ, որ մենք ավելին ենք, քան ուղղակի սա։ Այ ինչ գույն է ձեր հոգին, այ ինչ գույն եք դուք, ինչ գույն եք, եթե ձեր մարմինը հանեմ, սպիտակ, սև, պինք, ինչպես կասեր իմ տղան, վարդագույն, ինչ գույն եք դուք, եկեք փորձենք այդ գույնը սիրունացնենք։ Չգիտեմ երեխեք, ինչքան եք դուք ինձ հասկանում, ինչքան եք մտածում ես դիժողը, բայց ինձ մեկ է ես սկսել եմ խոսալ ու ես էլ հասկացել եմ, որ իմ միսիան էս է, որ ես կիսվեմ նրանով, ինչ մտածում եմ ու ինչ գիտեմ։ Ցանկանում եմ ձեզ բոլորիդ ունենալ լավ հարաբերություններ, որտեղ դուք կկարողանաք ձեզ զգալ կին, որտեղ թույլ կտաք, որ տղամարդը ձեզ պաշտպանի, լինի ձեր կողքին, սիրի ձեզ, կկարողանաք այդ fake շրջապատի ձեր վրա դրած դոգմաներից ազատվեք և մենք ձեզ կայանաք ու հասկանաք, թե ով եք դուք,
Եվ ինչ եք ուզում, ինչ հարաբերություն եք ուզում, ինչ եք ուզում, ինչ ձևի մարդ եք ուզում ձեր կողքը, ինչ ձևի ընտանիք եք ուզում, դուք, ոչ թե ձեր ընտանիքը, ոչ թե ձեր տնեցիք, ոչ թե ծանոթները, ոչ թե շրջապատը, ոչ թե սոցիումը, ոչ թե ինստագրամը, դուք, մի ընտրեք երեխեք, ամբողջ կյանքի կողակից փողով, ավտոյով, ընտանիքի անդամներով, մի ընտրեք, հոգին ընտրեք, հոգի։ Սես նայեք, ասեք, ասես լավն է այս տղեն։ Ես ինձ շատ կսիրի իմ երեխեքին։ Ես ինձ շատ կսիրի ինձ։ Ես ինձ շատ կհարգի ինձ։ Այնինքն ինձ երբեք մենակ չի թողի, եթե ես հիվանդանամ։ Այնինքն ինձ երբեք մենակ չի թողի, եթե ես ինչ-որ անբուժելի բան հիվանդացա։ Ամեն ինչ կարա լինի կյանքում։ Այնինքն չի թողի ինձ, եթե ես հանկարծ երեխա չունեցա։ Այ ինքը կլինի իմ կողքը, ինքը ինձ support կանի։ Էդ է իսկական կողնջությունը, որ դուք ընտրում եք հոգին։ Ոչ թե ինչ-որ fake արժեքներ, որոնք ձեր վրա դրել է սոցիումը, դուք գնում եք ասում եք, ջանը լավ պարապել է, լավ ավտո է իրան առե, տնեցիք փող ունեն, սեն շրջապատ ունի, դրա տակ ով է պահկված դրա տակ, որտեղ պահկվում են մարդիկ, մանավանդ փողի տակ, նենց պահկված բաներ կա, պահկված մարդիկ, ովքեր չեն ճանաչում իրանք իրանց։ Ես չեմ ասում, որ փողը վատ է, ես ինքս ձգտում եմ ունենամ գումար, բայց ես ասում եմ, որ լավ նայեք, փորձեք լավ խորանալ, համ մարդկանց մեջ, համ ձեր մեջ, համ այդ փողի տակ թաքնված ամեն ինչի մեջ, ձեր գինը իմացեք, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Ես ձեզ իրոք սիրում եմ, դրա համար եմ ես ամեն ինչը խոսում, հուսով եմ դուք ինձ հասկանում եք։